Բարև ձեզ, Factor TV հյուրը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանն է, ողջույն Տիկին Ադամյան, տեսեք 26-ի ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ այսպես վերաակտիվանում են քաղաքական գործիչներ, որոնք օրինակ նրանց ձայնը չէր լսվում 2 տարի առաջ, ասենք Արցախի բռնի տեղահանման ժամանակ որևէ կարծիք չենք լսում, բայց նաև կան մարդիկ ընդդիմադիր դաշտում ակտիվ, որոնք միշտ են խոսել, վերջերս էլ քաղաքացիական ակտիվիստներ վարչապետի իմպիչմենտի հարց էին փորձում բարձրացնել պատգամավորների նամակներ ուղղելով, դաշնակցությունից իրատեսական չէին համարում, ասելով 10-15 ԿՊԱ-կանի ստորագրություն էլ բերեք, Հանրապետություն կուսակցությունը ինչպես է նայում այս գործընթացներին, ներքաղաքական նախ իմպիչմենտի, հետո կանդրադառնանք երկրորդ նախագահի հայտարարություններին եւ իհարկե Նորքի թաղապետանում այսօր ինչ է տեղի ունեցել, դրանից եք խոսենք։ Վարյար, շնորհակալ եմ հրավերի համար, կարծում եմ իսկապես լավ օրակարգ եք ընտրել։ Ինչ վերաբերում է 2026-ի ընտրություններին, 2026-ի ընտրություններին նախապատրաստվելու շրջանը քարոզչական սովորաբար 30-45 օր է, բայց ինչպես տեսնում եք, այս անգամ քարոզչությունը վաղուց արդեն սկսվել է, պայքարը վաղուց արդեն սկսվել է եւ որքան էլ որ ցավալի է դա նկատել, ըստ էության այդ պայքարը համակարգվում է ոչ թե ներհայաստանյան կտրվածքով, այլ այդ պայքարը համակարգվում է շատ հստակ կենտրոնից, Կրեմլից։ Եվ այստեղ ակտիվացել են բոլոր նրանք, ովքեր տարիներով այստեղ եղել են Կրեմլի աղանդի վկաներ ու շարունակում են Կրեմլի վկաների իրենց բուռն գործունեությունը, որի շրջանակներում են գրկվում թե ձեր ասած վարչապետի իմպիչմենտի ստորագրահավաքը, որը բնականաբար չի կարող հասնել իր տրամաբանական ավարտին, որովհետև 1 տարի առաջ բավականին ակտիվ էր Երևանի փողոցներում Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժմամբ, նա էլ սկսեց իմպիչմենտի գործընթաց, բայց եւ ինչի հանգեց ոչ մի բանի, նույնիսկ վարչապետի իմպիչմենտի նախագիծ չէր, այլ կոչ հրաժարական տալ ազգային ժողովի, որը եւս չընդունվեց իհարկե ստորագրությունը։ Ես ինձ դա էլ ասում եմ, որ միանշանակ է, այս ամեն ինչը ղեկավարվում է մեկ կենտրոնից։ Եվ եթե նկատել եք, այ ներկա ակտիվացումը հենց պայմանավորված է այդ կենտրոնի ակտիվացմամբ։ Վերջին հաշվով ինչի հասավ Մոսկվան 2021-ից առ այսօր փողոցային պայքարով։ Ոչինչի։ Ինչի հասավ խորհրդարանում հայտնի խմբակցությունների պայքարով։ Նույնը։ Դուք միանշանակ Մոսկվայի մատն եք այսպես տեսնում, հա։ Այո, ես միանշանակ այս պարագայում տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի անունը չեք տալիս Սերժ Սարգսյանից, միանգամից Մոսկվա։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի սրտի նախագահը ով է։ Քիմյան, հայտնի Քիմյան, դարակազմիկ Քիմյան։ Որտեղ է առաջանում։ Իսկ վարչապետը ով է ձեր կարծիքով։ Ես վարչապետի սրտի այսպես նախագահին կդժվարանամ նշել, բայց միանգամայն հստակ կարող եմ ֆիքսել, որ այս ակտիվացումները այո կապված է Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանը իր համար արդեն բոլոր մակարդակներով արձանագրել է փաստը, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս կազմակերպված սադրանքներին չի գնում, հակառակը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրենց քայլերին պատասխանում է դեպի Եվրամիություն ընթացք որդեգրելով։ Այս պարագայում միակ ելքը մնում է իշխանափոխություն անել ընտրությունների միջոցով, ժողովրդավարական ընտրությունների միջոցով գալ իշխանության։ Այս դրա համար էլ ակտիվանում են ձեր ասած նախկին նախագահները, այս դրա համար էլ ակտիվանում են ձեր ասած անհայտ կուսակցությունները հայտնի փորձելով հայտնի դառնալ։ Ես չեմ բացառում բազում կուսակցությունների ռեբրենդինգ, չեմ բացառում տարբեր, այսպես ասած, քաղաքական կինդեր-սյուրպրիզների հայտնությունը Հայաստանում, ճիշտ այն ճանապարհով, ինչ ճանապարհով Հայկ Մարությանը քաղաքապետարանում փորձեց հայտնվել, ճիշտ այն ճանապարհով, ինչ ճանապարհով Վարդան Ղուկասյանը դարձավ Գյումրիի քաղաքապետ, այն է կուսակցության կնիկ գնելով։ Եվ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ օրենսդրական խնդիր է, որը պետք է լուծվի։ Եվ ընտրություններին այդ կուսակցությունների կամ այդ օրինակ անձանց մասնակցությունը պետք է արգելվի օրենքով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանց չպետք է գրանցի։
Տիկին Ադամյան, ես հասկացա, այս թեմայից անպայման կխոսենք, բայց այնքան որ Մոսկվայի անունը տվեցիք, երեք տեղեկություն եղավ մամալում, որ Քոչարյանը այցելել է Մոսկվա, հանդիպել Պուտինին, մեր մեդիայի ներկայացուցիչները եւս կապվել են նրա այսպես կուսակցության չէ, ուժի ներկայացուցիչ հետ եւ ճունենք մեկնաբանություն ասացին, այսինքն նույնիսկ չհերկվեց այս տեղեկությունը, պարոն Քոչարյանը հայտնի է իր, այսպես ասենք, պրոռուսական որոշ հայտարարություններով, օրինակ Միութենական պետությանը կողմ արտահայտվելով կամ արցախցիներին Արցախ նա պատրաստ է վերադարձնել նոյեմբերի 9-ի հայտարարությանը կարճած, բայց մյուս կողմից էլ Հայաստանի վարչապետն է մայիսի 9-ին այցելելու Մոսկվա այն պայմաններում, երբ որ առկա է Արևմուտք-Ռուսաստան լարվածություն, հատկապես Եվրոպա-Ռուսաստան լարվածություն, հատկապես Եվրոպայից այն կոչերի ֆոնին, որ ԵՄ անդամակցության տեխնացու երկրները չլինեն այնտեղ, բայց մենք տեխնացու չենք, բայց Հայաստանի վարչապետը ըստ էության անտեսում է։ Մենք օրենք ենք ընդունել։ Օրենք ենք ընդունել եւ կարելի է ասել, որ ինչքան էլ ասենք Հայաստանում իշխանությունը ժողովրդից է, Փաշինյանը ուզում է գոնե այս ընտրություններից մի տարի առաջ առնվազն հետ չմնալ Քոչարյանից կամ մյուս ընդդիմադիրներից եւ Կրեմլում երևալ, այսպես Կրեմլի աչքին, միգուցե Պուտինից ինչ-որ բան ակնկալել, աջակցություն կամ չխանգարել գոնե, կամ հավաստիացնել, որ մենք ձեր կարմիր գծերը չենք անցնի։ Բանը շատ ընդարձակ հարց տվեցիք, եթե չմոռանամ հերթով բոլորին պատասխանը։ Վերջից սկսենք։ Հանրապետություն կուսակցությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի Մոսկվա գնալը դատապարտել է հայտարարությամբ։ Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պետք է Մոսկվա գնար, այլ պետք է առիթից օգտվեր եւ գնար Վատիկան։ Ոչ թե ապարան։ Վատիկանում հավաքվել էր համաշխարհային էլիտան։ Վատիկանում հնարավոր էր լուծել բազում հարցեր, մասնավորապես հայ-ամերիկյան հայտնի խարտիայի շարունակականության հարցը կոնկրետացնել։ Վերջին հաշվով մենք ունենք Հայաստան-Վատիկան հարաբերությունների շատ բարդ բնույթ։ Լուսահոգի Ֆրանցիսկոս Պապը, որ եկել էր Հայաստան, իր 10-ամյա գործունեության ընթացքում հայանպաստ բազում քայլեր է արել, բայց եկեք այդ քայլերը համադրենք վերջին մի քանի ամսում Վատիկան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Արդյոք Հայաստանը այստեղ ոչինչ չունի անելու։ Միանշանակ ունենք։ Եվ այդ քայլերը պետք է արվեն ելնելով այն հանգամանքից, որ Վատիկանը ոչ միայն համայն կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, այլև Վատիկանը պետություն է, պետություն։ Հիմա եկեք գնանք Մոսկվա։ Հիմա գնանք Մոսկվա, այնտեղ Հայաստանի ղեկավարն ու ընդդիմադիր։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարը Մոսկվայում անելիք չունի, Հայաստանի ղեկավարը Մոսկվայում գտնելիք չունի, որովհետև որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի քայլեր անել, Մոսկվայում երբևէ չի ներվելու Հռոմի ստատուտ ընդունելը։ Մոսկվայում չի ներվելու Եվրադիտորդների Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայումը։ Մոսկվայում այո չեն ներվելու ռուս սահմանապահների զվարթնոցից դուրս բերումը, սահմանային կետերից մասնակի դուրս բերումը, որը ես հուսով եմ կամբողջանա։ Սրանք քայլեր են, որոնք Մոսկվայում չեն ներվելու Նիկոլ Փաշինյանին։ Ինչ ունի Պուտինը, այսպես Փաշինյանի դեմ, ոչ հապկից է դուրս գալիս այս երկիրը, ոչ ԵՏՄ-ից, հա, սառեցվել են հապկում, բայց առանձնապես չեն էլ խոչընդոտում այդ կազմակերպության աշխատանքին։ Ռուսներին հանում են զվարթնոցից կամ ագարակի ու մարգարայի անցակետից, այնպես չի ռուսները զորով են հեռանում։ Ռուսները հեռանում են, որովհետև ռուսները ունեն տարածաշրջանից հեռանալու անհրաժեշտություն։ Փաշինյանը ըստ էության անխուսափելիություն։ Ես կարծում եմ, որ դա բացարձակապես հայ-ռուսական հարաբերություններին չի վերաբերում, դա Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայությունն է դարձել, որը չընդունելը միամտություն է։ Բայց այստեղ ես ուզում եմ առաջադրել մեկ այլ օրենսդրական հարց։ Տեսեք, դուք բերում եք հայ-ռուսական հարաբերությունների շրջագծում գտնվող շատ լուրջ կռվաններ։ Հետո հայացն ենք, իսկ հայ-ռուսական հարաբերությունները ինչպես են կարգավորվում։ Քանի պայմանագիր մենք ունենք Ռուսաստանի հետ, որքանով են այսօր այդ պայմանագրերը համապատասխանում աշխարհաքաղաքական, քաղաքական, ներքաղաքական երկկողմ հարաբերությունների ձևաչափով ստեղծված վիճակին։ Ակնհայտ է, չէ, որ չեն համապատասխանում։ Ակնհայտ է, չէ, որ բազում լուծումներ վերանայելու կարիք ունեն։
Իսկ ինչու չստեղծել հայ-ռուսական նոր համագործակցության բարեկամության դա պայմանական անվանում է նոր համաձայնագրի կնքման հանձնաժողով, որտեղ այդ բոլոր հարցերը կվերանայվեն եւ բոլոր հարցերին կտրվեն համարժեք լուծումներ։ Այդ դա կլինի հայ-ռուսական 21-րդ դարի 20-ական թվականների կեսին վերաբերող համաձայնագիր, որը կարող է աշխատել։ Դա կլինի համապարփակ լուծում։ Ինչու դա չանել։ Բարբերաբար ինչ որ այցեր տարբեր պաշտոնյաներ գնում են ԱՊՀ, գնում են ԵԱՏՄ, գնում են չգիտեմ նշանակալից տարեթվերի վերաբերյալ հիմա վերջապես մենք պետք է հասկանանք հայ-ռուսական հարաբերությունները ինչ ունով են ընթանում հայ-ռուսական հարաբերությունների որոշողը մենք ենք թե հայ-ռուսական հարաբերությունները ինչպիսին կլինեն որոշողը Ռուսաստանն է ես կարծում եմ որ այս հարցերը պետք է լուծվեն մեկ եւ ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունը իբրև ինքնիշխան պետություն պետք է պաշտպանի իր շահերը Ես այստեղ կարծում եմ նաև որ կա մեկ այլ սայթակում, բավականին որոգայթային ճանապարհ։ Գիտեք, եթե մենք հայ-ռուսական հարաբերությունները առանձնացնում ենք արտաքին քաղաքականության, բոլոր մյուս պետությունների հետ ունեցած երկկողմ բազմակողմ ինստիտուցիոնալ հարաբերություններից, դա նշանակում է մենք անկախ երկիր չենք։ Որովհետև հայ-ռուսական հարաբերությունները մեզ համար նույն նշանակությունը պիտի ունենային, ինչ այ ֆրանսիականը, այ ամերիկյանը, այ ուրուգվայականը։ Դե ոնց կարող են այդպես ունենալ, եթե Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները, հայ-արաբական ցանկացած երկրի հետ ինտեգրացիոն միավորումներում ենք, այստեղ զորք, զրահ, ինչ ասես ունեն Տիկին Ադամյան, ոնց Ես հասկանում եմ, բայց եթե դուք ձեր համենայն դեպս ձեր պետության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է հավասարակշիռ քաղաքականություն, որտեղ է այդ հավասարակշիռը, եկեք դա ինձ ցույց տվեք։ Եթե մենք իրականում առանց ճակատների, առանց փակագծերի իրականությանը համարժեք հավասարակշիռ քաղաքականություն վարեինք, մենք պետք է ռուսական մոնոպոլիաները վերացնեինք Հայաստանի Հանրապետությունից։ Ռուսական տեսության գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում չպետք է լիներ։ Բայց Փաշինյանը բարբերաբար հայտարարում է, որ մենք վարում ենք հավասարակշիռ արտաքին քաղաքականություն։ Բալանսավորման արտաքին քաղաքականություն, որն է դրա հիմքը։ Հիմքը ո՞րն է։ Հիմա դուք դրանից էլ կխոսեք ձեր հաջորդ պատասխանում, բայց ուզում եմ ասել Փաշինյանը Սաակաշվիլի չի, ինչքան էլ Քոչարյանի եւ նմանատիպ խմբերի քաղաքական ներկայացուցիչներ նրան Զելենսկի, Փաշինյան եւ Սաակաշվիլի կոլաժներ տարածեն, ասեն աղետաբեժները եւ այլն տենց եւ այլն։ Դա իրենց ճաշակի դրսևորում։ Դե ամեն դեպքում ով Պուտինին, այսպես ասենք, փոքր-ինչ հակադրվում է, իր երկրի վրա աղետ է բերում եւ նա ազգի դավաճան է։ Ըստ այդ մեկնաբանությունը, բայց հարցս այն էր, որ նման կտրուկ տեղաշարժեր Նիկոլ Փաշինյանը չի արել, որը օրինակ կարող էր Մոսկվային պատճառ տալ, ասենք Քոչարյանի ուժի վրա խաղադրույք անել Սերժ Սարգսյանի կամ այլ նոր ինչ որ խմբերի բերել քաղաքական դաշտ եւ նրանց աջակցել։ Իսկ Ռուսաստանը ունի այստեղ բիզնեսներ, հա, որոնք կարող են ռուսական կապիտալով քաղաքական process-ներին հետ չեղած մարդահաշվով աջակցել, հա, կան ռուսական հեռուստալիքներ, հեռարձակվող, որտեղ կարող են բերել աղետ բերողը հաղորդում հեռարձակել Նիկոլ Փաշինյանին հայհոյել ամբողջ օրը եւ այդ հեռուստալիքները մնան, կան օլիգարխներ, ռուսահայ, տեղի եւ այլն, որոնք ունեն խոշոր կապիտալ, շատ դեպքերում ապօրինի նաեւ Հայաստանի Հանրապետությունում, այսինքն քննվում են դրանք դատախազությունում եւ չգիտեն կարող է դրանք նաեւ Ռուսաստանում եղած կապիտալը հաշվի առնել։ Անգամ նրանց ոդկը չի տրորել, ասածս դա է այդ մեծ մեխանիզմը Ռուսաստանը ունի, հա, ներքաղաքական process-ներին միջամտել, բայց ինչու պետք է միջամտի, ասածս դա է։ Պարոն Արայան, ձեր ամբողջ հարցը հենց շատ մեծ պատասխան էր։ Ձեր ամբողջ հարցը շատ մեծ պատասխան էր այն հարցին, որ հայ-ռուսական հարաբերությունները կապված չեն Հայաստանի դիրքորոշման հետ ըստ էության։ Ռուսաստանն է Հայաստանին պատերազմ հայտարարել։ Դե ֆակտո Ռուսաստանն է Հայաստանին պատերազմ հայտարարել։ Շատ պարզ։ Այսօր հրթիռ ընկել է Երևանի վրա ռուսական տիկինը։ Եկեք հեգնանքի չվերածենք։ Մենք ունենք Արցախ։ Ինչպես վարվեց Ռուսաստանը Արցախի հարցում։ 2020-ի պատերազմը հնարավոր կլիներ, եթե չլիներ Ռուսաստանի համաձայնությունը։
Թե 20-20-ի պատերազմի օրոք Ռուսաստանը իրեն ինչպես պահեց, բացատրություններ կարծում եմ այս հարցով կարիք չկա տալու։ Թե հետագայում Ռուսաստանի խաղաղապահները, այս պարագայում արդեն ճակերտներում, ինչպես իրենց պահեցին Արցախի շրջափակման ժամանակ, Արցախի հայաթափման ժամանակ, դա պատերազմ չէր Հայաստանի։ Եվ վերջին հաշվով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ինչ էր հայտարարում դեռ վերջերս 3 կիլոմետր, 4 կիլոմետր այս կողմ այն կողմ ինչ նշանակություն ունի։ Եվ դա վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության, ՄԱԿ-ում ճանաչված հանրապետության տարածքին, սահմանին։ Դա պատերազմ չէ ձեր գնահատականով։ Եթե դուք սպասում եք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է հերթական հրթիռը նետի Հայաստանի Հանրապետության վրա եւ մեկնել հայտնվի ձեր ստուդիայում, դրա համար կա հիբրիդային պատերազմ։ Այդ հիբրիդային պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ Ռուսաստանը եւ Ադրբեջանը վարում են համատեղ։ Բայց ինչ արել Փաշինյանը։ Դա եմ ուզում հասկանալ։ Փաշինյանին ես արդեն ասացի, իր արածները արդեն իսկ չի ներվելու։ Ինչ է արել կամ չի արել։ Մենք գտնում ենք, որ Փաշինյանը սխալ է անում, որ հապաղում է։ Փաշինյանը վաղուց անտի պետք է դուրս եկած լիներ հապկից։ Ես արդեն հապաղում է, այսինքն մի բան չի արել, որը դուք որպես արևմտամետ, այսպես ասենք, ուժի ներկայացուցիչ կուզեք անել։ Չի արել, բա ինչի են այսպես ուզում հեռացնել։ Դա եմ ուզում հասկանալ Կրեմլից։ Ուզում են հեռացնել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հաստատեն իրենց իշխանությունը։ Եկեք մի պարզ զուգահեռի գնանք, հա, գուցե թեմայից մի քիչ շեղվելով։ Տեսեք, մենք ունենք Հայաստանի Հանրապետության վարչապետ, որը Ադրբեջանի առաջադրած խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ բոլոր նախապայմաններին դե ֆակտո պատասխանում է այո։ Եվ մենք ունենք Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկի, որը դե ֆակտո Ռուսաստանի առաջադրած բոլոր պահանջներին ասում է ոչ։ Ըստ էության։ Որն է տարբերությունը։ Ուկրաինան ունի արևմտյան դաշնակիցներ, որոնք այդ ոչի ռեսուրսը ապահովում են, մենք չունենք նման դաշնակիցներ, որոնք մեզ ասեն կոշտացել։ Դա էլ կա իհարկե, բայց եկեք հարցը քննարկենք մի փոքր այլ ռակուրսով, նայեք։ Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր չենք կնքում այն պարագայում, երբ մենք բոլոր հարցերին ասում ենք այո, 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 այո։ Ուկրաինայի հետ էլ այդ համաձայնագիրը չենք կնքում։ Այսինքն այստեղ խնդիրը խաղաղությունը չէ։ Խնդիրը համաձայնագիր կնքելը չէ։ Խնդիրը իշխանափոխությունն է։ Երեք Պուտինին 1000 տարի պետք չեն ոչ Ղրիմը, ոչ Կուզբասը, ոչ Դոնբասը, ոչ Լուգանսկը, ոչ չգիտեմ էլ ինչ է։ Նրան պետք է Ուկրաինան։ Ուկրաինան որպես ոչ ինքնիշխան պետություն։ Բայց ձախողեց Ուկրաինան որը լինելու է Բելարուսի կարգավիճակով։ Այդ դա է պետք Վլադիմիր Պուտինին։ Եվ նա կռվելու է համենայն դեպս մինչև վերջին ռուսը։ Դուք նկատել եք, որ ռուսները չեն պատերազմին դեմ գնում։ Ինչու՞։ Որտեղ իրենք չեն կռվում։ Որտեղ Ռուսաստանի Դաշնությունում արդեն այլազգիներ չեն մնացել, այլազգիներ, ոչ ռուսներ, ՌԴ քաղաքացիներ, բայց ցակումով ոչ ռուսներ։ Չեչեններ եւ այլն եւ այլն։ Այո, գումարեք կորեացիներին։ Կորեացիներին գումարեք։ Այսինքն նույնիսկ սեփական տարածք ազատելու համար Պուտինը չգնաց սեփական քաղաքացիներին կռիվ տանելու, պատերազմ տանելու։ Սրանք շատ նրբություններ են։ Սրանք շատ լավ մտածված մարտավարության դրսևորումներ են։ Որն է նպատակը այնտեղ։ Նույնն է նպատակը այստեղ։ Նույնն է նպատակը այստեղ։ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ինքնիշխան լինի։ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը արդեն իսկ նշածս ձևերով։ Մինչդեռ դա պետք չէ Ռուսաստանին։ Ռուսաստանը իր կարծիքով, որը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, արդեն իր գրպանում ունի Վրաստանը, այս կամ այն չափով իր գրպանում ունի Ադրբեջանը, թեև դա էլ իրականությանը չի համապատասխանում, հերթական միֆերն է, որ Կրեմլում զարգացվում է, մնում է Հայաստանը դնել գրպանը։ Ով է դրան առարկում։ Դրան առարկում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Տեսեք, բայց ինչպես հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին չհեռացնի իշխանությունից, Տիկին Ադամյան, եթե
մեջբերում այս պատերազմը ինչ որ եղավ չպետք է լիներ, այս պատերազմը հրավիրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից եւ այլն, հա, այսինքն սա կոնկրետ մեղադրանք է Ռոբերտ Քոչարյանի կողմից մեր կողմին, հայերին եւ հայկական իշխանությանը։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելու մեջ։ Ինչպես չազատվել այսպիսի իշխանությունից։ Իրեք արդեն այն փաստը, որ հայ լինելով, չնայած ինքը իրեն ալբանացի էր համարում, բայց հայ լինելով Ռոբերտ Քոչարյանն ասում է հայերին, դա նշանակում է, որ ուսումնամեթոդական ձեռնարկը գրված է Ռուսաստանում եւ Հայաստանը անվանվել է հայերին մեղադրել, ընդամենը։ Ինչ էր ասում Ռոբերտ Քոչարյանը։ Մենք ենք սկսել պատերազմը, մենք ենք հարձակվել Ադրբեջանի վրա։ Հրահրել ենք, չի ասում։ Այո, հրահրել ենք, հարձակվել, բայց հրահրել ենք։ Արդեն այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը նման ասուլիս էր կազմակերպում, եւ այդ ասուլիսում նրան հանդիպում էր ասուլիսեր ուսանողների հետ, շատ լավ, բայց ես շատ կուզենայի իմանալ, իսկ այդ ուսանողներից որևէ մեկին ինչու՞ չի հետաքրքրեց, թե Ռոբերտ Քոչարյանը իր իշխանության 10 տարիների ընթացքում փառահեղ հաջողություններ ունենալով, ամենամարտունակ բանակն ունենալով, ամենայն դեպս իր պաշտոնավարման սկզբին, նման հարաբերություններ ունենալով միջազգային ամբողջ ասպարեզում, ինչու՞ չլուծեց Արցախի հարցը։ Ինչու՞ չլուծեց։ Կամ այդ ուսանողներից որևէ մեկին, ինչու՞ չի հետաքրքրեց, իսկ եղել է իրոք Արցախը մեղրիով փոխանակելու խնդիր, թե չի եղել։ Ինչու նրանցից որևէ մեկ այդ հարցը չտվեց, բա ունեիր այդ բոլոր հնարավորությունները, հարգարժան, պարոն նախագահ, ինչու Արցախի հարցը չլուծեցիր։ Հարց։ Գիտեք, Արցախի հարցի չլուծման մեջ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակի ներդրումը վիթխարի է, վիթխարի։ Այնց այդ ժամանակ են դրվել են հիմքերը ստատուս քվոյի պահպանման, ստատուս քվոն դարձնելու, ինչ ասեմ, հարցի լուծման տարբերակ։ Ես այդ տարիներին աշխատել եմ ազգային ժողովում եւ շատ լավ հիշում եմ ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանի հանդիպումը։ Երբ Օլեգ Եսայանը մեզ ասում են, որ հարցը լուծվել է եւ հարցի լուծումը ստատուս քվոն է, պահելու ենք ստատուս քվոն, դա Արցախը, Ղարաբաղը մերն է, ամեն ինչ մերն է, Արմեն Խաչատրյանն էլ ասում էր, բայց այդ ստատուս քվոն չի կարող տասնամյակներ տևել։ Տրամաբանությունը հուշում է, ի պատիվ Արմեն Խաչատրյանի եմ սա ասում, տրամաբանությունը հուշում է, որ այս ընթացքում Ադրբեջանը կօգտագործի բոլոր հնարավորությունը կուժեղանա ու կհարձակվի մեզ վրա։ Իսկ Օլեգ Եսայանը առարկում է, ռուսները չեն թողի։ Սա է եղել մտայնությունը։ Եվ սա է եղել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առանցքում։ Ինչ հնարավոր է տալ ռուսներին։ Ես չեմ, որպեսզի ձեզ ասեմ գույք պատկի դիմացի մասին։ Ինչու որևէ ուսանողի այդ հարցը չմտահոգեց, լավ է, ինչ մի մեծ պատկեր 100,000-ը, ինչ մի մեծ պատկեր։ Երբ հենց այդ ժամանակ Ռուսաստանը աֆրիկյան երկրներին միլիարդներ էր զիջում, ասում, զիջում եմ, պետք չի։ Մի տվեք այդ պատկը, զարգացեք։ Այդ 100,000-ը ինչ մեծ գումար էր, որի դիմաց պետք էր Մարսը տալ, որտեղ 340,000-ի միայն սարքավորում կար։ Ես նշում եմ միայն Մարսը։ Մյուս գույքերը, այսպես ասած, չեմ նշում։ Կամ ինչու Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման ընթացքում չէր բարձրացնում հարցը, լավ, վերցրեցիք գույքը, իսկ ինչու չեք շահագործում։ Ինչու մետաղի ջարդոն դարձնում։ Այդ գույքի մի մասը, եթե չեմ սխալվում, սիստեմային անցավ, չէ։ Ինչու։ Ինչու Ռոբերտ Քոչարյանը սիստեմայի բաժնետեր դարձավ։ Պատասխանները կան։ Ինչու Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությանը կոնցեսիոն կառավարման հայտնվեց հայկական երկաթուղին։ Վերջին օրերին։ Ինչու Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ոչ թե լուծվում էր Հայաստանի Հանրապետության էներգետիկա, անկախության, անվտանգության եսիմ ինչի խնդիր եւ շարունակվում էր գազ բերել Գազպրոմից, հսկայական տարածք հաղթահարելով Գազպրոմից եւ հարևան Իրանից, հանգիստ, հարևան, առանցքային բառը հարևան, Իրանից հանգիստ կարելի էր գազ բերել։ Ոչ, այդ գազատարը
այդ գազատարն անգամ, գազատարի 42 կիլոմետր գազատարը անգամ, որը դեռ Գազպրոմի սեփականություն չէր, Բարսկի ժեստով նետվում էր Ռուսաստանի գիրկը։ Ինչու՞։ Իրանի գազատարը կարող էր այլընտրանքի ինչ-որ մի փոքրիկ բաժին լրացնել կամ մեծ բաժին, ես մասնագետ չեմ, չգիտեմ, բայց տալ ռուսներին այն գազատարը, որը կարող էր Ռուսաստանից կախվածության նվազեցման խողովակ հանդիսանալ, դա ուղղակի Ես էլ հարցնում եմ, իսկ ինչու է ուսանողները չէին տալիս այդ հարցերը։ Եթե դա պատվիրակված, եթե դա պատվիրված հարցերով, պատվիրված հաղորդում չէր, այսպես ասած, ոչ թե հանդիպում, այլ հարց ու պատասխանի երեկո, որտեղ եւ հարցերն էին շատ լավ հայտնի եւ պատասխանները պետք է լինեին հենց այն պատասխանները, որոնք պետք են այսօրվա Ռուսաստանին, ոչ թե այսօրվա Հայաստանին, որովհետեւ հայերին մեղադրել Արցախի պատերազմ սկսելու կամ Արցախ հանձնելու մեջ վերաբերվում է սոսկ այն հայերին, որոնք կռվել են, եղել են, պաշտպանել են Ռուսաստանի շահը, ընդամենը։ Դե երբ որ Քոչարյանը մեղադրում է հայերին, հայկական կողմին եւ հայկական իշխանություններին Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելու մեջ, նա նկատի ունի, որ 19-ի ծրագիրը չընդունեցիք ռուսական կամ ռուս համանախագահյան կամ Պուտինի շատ կուզեի իմանալ, թե այդ ինչ ծրագիր էր, անկեղծ ասած, շատ կուզենայի իմանալ, թե այդ ինչ ծրագիր էր եւ շատ կուզենայի իմանալ, թե անձամբ Ռոբերտ Քոչարյանը ինչ է արել, եթե հիմա այդպես բարեհունչ հայերենով խոսում է, ինչ է արել անձամբ ինքը։ Այդքան էլ բարեհունչ չէր ամեն դեպքում։ Բարեհունչ երբեք կյանքում Ռոբերտ Քոչարյանը հայերեն բարեհունչ գրական հայերենով խոսել երբևէ չի սովորի։ Եկեք դրանից ձեռ քաշեք։ Եկեք, ինձ համար ֆիասկոն այդ այսպես կոչված հանդիպման ոչ այնքան Արցախի հարցի վերարտարծումներ, ոչ այնքան Հայաստանի, ինչ ասեմ, այլ խնդիրների։ Ինձ համար ֆիասկոն այն էր, որ իր իշխանության ընթացքում ամբողջ Հայաստանը սպասարկման եւ շինարարության ոլորտի փուչիկ, պարզ փուչիկ, որ հետո պայթեց այդ փուչիկը, վերածած Ռոբերտ Քոչարյանը վեր էր կացել ու խոսում էր, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող սպասարկման ոլորտ լինել։ Այ դա էր ֆիասկոն։ Գիտեք, դա ֆենոմենալ զարգացում է։ Երբ մարդը 10 տարի իշխանության է եղել ու ոչնչացրել է այն արդյունաբերությունը, կոնկրետ այն արդյունաբերությունը, որի շատ կարճ մի քանի ամսվա վարչապետության ընթացքում քաղաքական որոշումներով բացել էր Վազգեն Սարգսյանը եւ շատ կարճ դարձյալ քաղաքական որոշումներով շարունակել էր բացել Արամ Սարգսյանը, այդ համարյա թե մեկ տարվա վարչապետների ստեղծած արդյունաբերության ոչնչացումից հետո նայրիդ կանաս ագարակ լեռնահանքային արդյունաբերություն գիտեք ինչքան աշխատատեղեր կարող էին այդտեղ գեներացվել, ինչ տնտեսական ներուժ կարող էր լինել, բայց Արամ Սարգսյանը ծնելիության անկման պատճառով հեռանում է, իդեպ ինձ շատ հետաքրքրում է այդ հարցը, իսկ Ռոբերտ Քոչարյանը որևէ ներդրում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ծնելիության վերելքի մեջ։ Շատ կարճ ժամանակում ոչնչացվում է այդ ամենը, փակվում են բոլոր այդ ձեռնարկությունները, նվիրվում են Ռուսաստանին կամ լցվում են սեփական գրպանը։ Բայց Դավիթաշենի կամուրջը կառուցվել, Հյուսիսային պողոտայի կառուցվել Տիկին Ադամյան, ինչու՞ չեք գնահատում նման ձեռքբերումները։ Որովհետև ամեն անգամ, երբ անցնում եմ Հյուսիսային պողոտայով, շատ լավ հիշում եմ այդ տարածքում եղած բնակիչներին, որոնք պետական գերակա շահի պարտադրանքով պարզապես տանը զրկվեցին։ Իսկ Դավիթաշենի կամուրջով անցնում եք երբեմն պարոն Քոչարյանի սարքած։ Խորին շնորհակալություն պարոն Քոչարյանին Դավիթաշենի կամուրջը կառուցելու համար եւ հազար ամոթ պարոն Քոչարյանին բազում այլ կամուրջներ միջպետական հարաբերություններում ոչնչացնելու համար, Հայաստանի արդյունաբերությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի բանակը ոչնչացնելու համար,
որ փառահեղորեն կարողացավ անել իր իշխանության տասնամյակում, ընդ որում վերասերելով, այլասերելով ու մարգինալացնելով նաև Հայաստանի Հանրապետությունում քչիչ շատ գոյություն ունեցող ընդդիմությունը։ Ամեն դեպքում ես ձեր խոսքերից ԿՊԱ-ականների այսօրերի խոսքերից զգում եմ, որ բավականին լավ եք զգալու, հարմարավետ եք զգալու 26 թվականի խորհրդանական ընտրությունների նախընտրական փուլում կա Քոչարյան, ում կարելի է մեղադրել բոլոր անկեղծ ասած Ռոբերտ Քոչարյանը վաղուց արդեն շատ լավ հարմար տեխնացու է։ Բացարձակապես բոքսի տանձիկ չէ, եթե դա նկատի ունեք, Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի էլ, Սերժ Սարգսյանի էլ, ինչու ոչ նաև Նիկոլ Փաշինյանի էլ քաղաքական ժամանակը ես կարծում եմ, որ ավարտվել է, որովհետև այն ամենը, ինչ իրենք կարող էին անել Հայաստանի Հանրապետության համար, որ չեն արել, եւ Հայաստանի Հանրապետության դեմ դե ֆակտո, որ արել են իրենց 20-ամյակում, պետք է եզրագից դնենք ու անցնենք առաջ։ Իսկ առաջ անցնելու համար ես ձեր հարցը շատ լավ հասկանում եմ, ենթատեքստերով, առաջ անցնելու համար, այո, կա այդ ուժը, կա այդ ուժը, որը ունի եւ զարգացման ինքնիշխանության դիմադրունակության ծրագիր եւ տնտեսական զարգացման ծրագիր եւ անվտանգության ծրագիր։ Անվտանգության ապահովման ծրագիր, եկեք հասկանանք, որ անվտանգությունը միայն բանակը չէ, որ մեզ մոտ հիմա պատկերացվում է, դու զենք ենք առնում, այսպես բանակը ոչ, բանակը չի վերականգնվում զենքերով, բանակը անգամ զինվորով չի վերականգնվում, բանակի վերականգնման համար դու պիտի ունենաս այդ բանակին պաշտպանող, այդ բանակին սատարող արտաքին քաղաքականություն, բանակը վերականգնելու համար թույլ տվեք պարոն Անանյան, խնդրում եմ ավարտեմ, տնտեսական անվտանգություն պիտի ունենաս, բանակի համար, բանակը զարգացնելու համար ու քո երկրի անվտանգությունը պաշտպանելու համար դու պիտի ունենաս ժամանակակից կրթական համակարգ, դու պիտի ունենաս պարենային անվտանգություն, էներգետիկ անվտանգություն, վերջին հաշվով դու պիտի ունենաս նորմալ մթնոլորտ, ոչ թե անվերջ թշնամանքի մթնոլորտ, եկեք դա այնուամենայնիվ արձանագրենք։ Նոր Նորքի թաղապետանում ծեծկռտուք է տեղի ունեցել, մեզ Եվրոպա տանող Հանրապետություն կուսակցության թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի եւ Արթուր Չախոյանի եւ այլ անձանց մասնակցությամբ, ձեր կուսակից Անի Խաչատրյանը ասում էր պետք է լեզուները կտրել, որ այս ամենաթողության դեմը առնենք եւ նա հպարտանում էր հայ տղամարդկանցով, որոնք երևի ծեծել էին Արթուր Չախոյանին։ Մարդիկ ասում են Տիկին Ադամյան, դուք եք եվրոպական արժեքներից խոսում։ Այս ինչ ծեծկռտոց է, այս ինչ լեզու կտրել է, այս ինչ բռնության տեսարաններ են։ Ասեք։ Ասեմ շատ սիրով։ Գիտեք, մենք սովորաբար գնահատում ենք այն ամենը, ինչ մակերևույթին է։ Իսկ եթե փորձում ենք խորանալ, ինչ է կատարվում Հանրապետություն կուսակցության դեմ, դե ֆակտո։ Թերթեք մամուլը, նայեք սոցցանցերը, եւ եթե ժամանակ ու համբերություն ունենաք, կնկատեք, որ թե Հանրապետություն կուսակցության, թե Հանրապետություն կուսակցության ղեկավարի, թե տարբեր կուսակցականների նկատմամբ խիստ թիրախավորված արշավ է սկսվել։ Դե դա նորություն չի, մենակ ձեր դեմ չի, դուք էլ իրանց դեմ եք, նրանք էլ նրանց, մենք ընդհանրապես բոլորի համարժեք պատասխանում ենք։ Ինչ վերաբերվում է կոնկրետ Նոր Նորքի թաղապետարանին ու նախորդ օրն էլ տեղի ունեցած իրադարձություններին։ Երբ իրեն հասարակական ակտիվիստ, իդեպ ես այդ հասարակական ակտիվիստը որևէ կերպ չեմ հասկանում, թե ինչ երևույթ է։ Ակտիվիստ ներկայացողը գնում է չշահագործված, շինարարությունը չավարտված, շինարարության ավարտման եւ ընդունման ակտ չստորագրված մանկապարտեզ, այդտեղ պատից ինչ որ քար է հանում ու որոշում է, որ այդ քարը պիտի ընկնի երեխաների գլխին, որից հետո հայտնի իրադարձությունն էլ չասեմ, ինչ պիտի անի այս պարագայում Հանրապետություն կուսակցությունը ներկայացնող Նոր Նորքի թաղապետը, կամ ինչ պիտի աներ այսօր Նոր Նորքի թաղապետը, որը թաղապետարանում հանրային լսումներ էր անցկացնում, որին մասնակցելու համար ձեր իսկ նշած Արթուր Չախոյանը Facebook-ում գրառում է անում, որ գնում է հանրային լսումներին մասնակցելու, իսկ հետո գնում է հանրային լսումների ընթացքում դուրս ծեծում, թե թաղապետ դուրս արի, հետ խոսելու բան ունեմ։ Եվ նրանց ծեծում են դրա համար։
Եվ նրան չեն ծեծում դրա համար։ Դա ինչի համար։ Նրան ծեծում են նրա համար, որ նա նախապատրաստվել էր պարզապես այդ սադրանքին։ Իսկ սադրանքի վկայությունն է փաստը, որ դեռ այդ ձեր ասած ծեծկրտուքը չէր ավարտվել, երբ արդեն սոցցանցերում հայտնվում էին այնպիսի մեղադրական եզրակացություններ, Տիգրան Տեր-Մարգարյանին պաշտոնանկելու այնպիսի հիմնավորված պահանջներ, իրավաբանների եւ այլնց կողմից ստորագրված։ Պետք է լինի, հա, փաստորեն Հայաստանում։ Հայաստանի Հանրապետությունում ծեծող պաշտոնյա չպետք է լինի, բայց եք ամեն օր հիշեցնում, բայց մենք Պապլավոկի զուգարանը հիշեցնելու ենք մինչև դարավերջ, եւ ես կարծում եմ, որ դուք այստեղ համատության ընդհանուր եզր ընդհանրապես չունեք։ Դե նա թակում է, սա բացեպաց էր տիկին։ Ամենայն դեպս նա փակ դռների հետևում էր, սա բաց։ Ձեր սարկազմը պարոն ձեզ պահեք։ Ես էլ եմ ասում, սա ընդհանուր արշավ է հանրապետություն կուսակցության դեմ։ Եվ այստեղ ուղղորդողը այստեղ դարձյալ նույն հասցեատերն է։ Նույն հասցեատերը։ Ես չեմ հերքում ով է ուղղորդում։ Ես ձեր խոսում եմ ձեր գործելակերպից ծեծել։ Դա մեզ Եվրոպա տանող ուժին հարից չի, կներեք էլի։ Երբ քեզ հայհոյում են, չես կարող ասել շնորհակալություն հայհոյանքի համար, ես ձեզ կպատասխանեմ քաղաքական խոսույթով։ Եվ երբ ձեզ խփում են, գիտեք, մենք իսկապես քրիստոնյա ենք։ Եվ քրիստոնեության բոլոր պատվիրանները ընդունելով հանդերձ հիշում ենք Քրիստոսի Պետրոսին ուղղված խոսքը. «Իսկ ուր է սուրդ, եղբայրիմ»։ Մի խոսքով Մի խոսքով ցիտելով ծեծում եք, տիկին։ Մենք տալու ենք համարժեք պատասխան։ Ես կարծում եմ, որ Հանրապետություն կուսակցության դեմ ուղղված այս Մոսկվայից ուղղորդվող արշավը որևէ հաջողության չի հասնելու։ Մենք ոչ թե ծեծում ենք, ոչ թե ծեծողների կուսակցություն ենք, այլ մենք համարժեք պատասխանում ենք մեզ ուղղված մարտահրավերներին։ Իսկ լեզու կտրելու սպառնալիքը Տիկին Խաչատրյանի լավ էր։ Ես կարծում եմ, որ Տիկին Խաչատրյանի խոսույթին նոր չեք ծանոթ եւ բացարձակապես պետք է Տիկին Խաչատրյանից մեջբերումներ անել։ Փորձեք մեջբերումներ անել այն նրանցից, ում պատասխանում է Տիկին Խաչատրյանը։ Դե ասում եք դուք նրանցից պետք է տարբերվեք, չէ՞ Տիկին Ադամյան։ Մենք արդեն իսկ նրանցից տարբերվում էինք, այլապես նրանց թիրախը չէինք դառնա։ Եկեք մի խառնեք, հա, իրավիճակները եւ մեզ մի հավասարացրեք։ Բացարձակապես նման հիմքեր չունեք, մեզ մի հավասարացրեք նրանց դեմ, ովքեր պայքարում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար։ Դեմ ինքնիշխանության, որովհետև մենք ենք ինքնիշխանությունը պահողները։ Իսկ նրանք եկվորներն ու անցվորներն են։ Իսկ ինքնիշխանությունը պահելու համար, այո, նաև երբեմն բռունցքների անհրաժեշտություն է լինում, եթե քո դեմ գալիս են բռունցքով, որտեղ մենք չենք կարող անվերջ ասել դե լավ, համաձայն ենք։ Այս մարդը ինքնիշխանության դեմ էր պայքարում, ծեծված անձը, հա։ Ծեծված անձը հրահանգ ստացել էր ինքնիշխանության դեմ պայքարող կենտրոնից։ Այլապես որևէ բանով չի բացատրվում, որևէ ձևով չի մեկնաբանվում, թե ինչու է նա անverջ Տիգրան Տեր-Մարգարյանի դուռը թակում, եթե ինքը սադրանք չի որոնում, եթե ինքը չի գնում սադրելու։ Ինչու այս ռակուրսով չեք նայում։ Լրագրողներին հավաքում եմ, գնում եմ, լսումների ժամանակ Տիգրան Տեր-Մարգարյանի դուռը թակում եմ, ասում եմ, արի ես քեզ բան ունեմ ասելու։ Ինչ է սա, եթե սադրանք չի։ Գնալու հետ էին կապում, դա ինչ կապ ունի։ Շատ մեծ կապ ունի։ Շատ մեծ կապ ունի։ Տիգրան Տեր-Մարգարյանն էր ինձ Բուչա գնացել։ Դա եմ ասում էլ, ինչ կապ ուներ դա այս թեմայի հետ։ Իսկ ինչպես ընդունվեց դա Ռուսաստանում, շնորհակալ եմ, որ հիշեցրիք ինձ։ Ինչպես դա ընդունվեց Ռուսաստանում։ Եվ արդյոք սա հենց համառուսական պատասխան չի Տիգրան Տեր-Մարգարյանի Բուչա գնալուն։ Եթե նույնիսկ պատասխանը ինչի ես չեմ հերքում։ Ոչ հաստատում եմ, ոչ հերքում Տիկին Ադամյան։ Կարող եք չընդունել իմ ասածը, բայց դուք պետք է տարբերվեք, հասկանում եք, դուք խոսում եք եվրոպական արժեքներից, որպես կուսակցություն, եւ պարոն Սարգսյանը այստեղ շատ է եղել, մենք խոսել ենք այս թեմաներով, հա, դուք պետք է իրապես ցույց տայիք, որ Քոչարյանից եք տարբերվում, Փաշինյանից, Սերժ Սարգսյանը, դուք ասում եք նրանց ժամանակ անցել է, բայց դուք պետք է ապացուցեք, որ ձեր ժամանակն է եկել։ Ծեծ կրտուքը դա այն մասին չի, որ դուք կարող եք նրանց փոխարինել, ասած։ Պարոն հրաշալի տեսակետ է, որի հետ ես 1000% համաձայն եմ, բայց կա կոնկրետ իրավիճակ։ Եթե դու անverջ մնում ես քաղաքական, քաղաքակիրթ քո ակադեմիական շրջանակներում, իսկ քեզ վրա անverջ անեծք,
լուտանք, զրպարտություն, հայհոյանք, խիստ ընտրանի հայհոյանքի, բռունցքներ, սպառնալիքներ, գոնե մի անգամ այդ ամեն ինչին պիտի պատասխանես, որովհետև հակառակ պարագայում համահայկական գնահատականով նրանք ուժեղ են, դու թույլ ես։ Եվ որևէ մեկ այստեղ չի հասկանում, որ նրանք կատաղում են իրենց թուլությունից։ Պարզապես կատաղում են իրենց թուլությունից, կատաղում են իրենց ապագա պարտությունից։ Մենք այստեղ ոչ թույլ լինելու, ուժեղ լինելու խնդիր չենք լուծում։ Մենք այստեղ պաշտպանում ենք մեր տեսակետները։ Եթե մեզ պարտադրում են այդ տեսակետները պաշտպանել բռունցքով, պարտավոր ենք ցույց տալ, որ այդ բռունցքը մենք ունենք։ Մենք չենք ասելու, լավ, կներեք մեզ, շնորհակալ ենք, որ մեզ հայհոյում եք։ Կներեք մեզ, շնորհակալ ենք, որ մեզ հարվածում եք։ Բայց չէ՞ որ դուք քրիստոնեական արժեքներ եք դավանում, մյուս այդն էլ դեմ տվեք։ Ես ես բացատրեցի Հիսուս Քրիստոսի խոսքով, կարծում եմ Հիսուս Քրիստոսի խոսքը Պետրոսին հենց ձեր ասացի պատասխաններ, եղբայրիմ, ուր է սուրդ։ Շնորհակալ եմ զրույցի համար, թեմայի զարգացումներն մեր հեռուստադիտողներին առաջարկում եմ հետևել Factor TV էջերում, հյուրընկալել ենք Անահիտ Ադամյանին։